Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Հաղասի Թավադյանը։ Բարև ձեզ։ Պարոն Թավադյան, մեր զրույցը սկսենք քաղաքական բովանդակությամբ, մասնավորապես Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների մասով, առհասարակ իհարկե քաղաքական գործընթացները ուղղազդեցություն են ունենում տնտեսության վրա, տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի, առարկայական ներդրումների վրա եւ քաղաքական անորոշություններ են տիրում, շատ ներդրողներ սպասում են, այսպես ասած, ոտքները կախ են գցում, հասկանալու թե ինչպես է կայունանալու իրավիճակը, հետո արդեն տնտեսական գործունեության ծավալման մասին խոսել։ Այն պնդումները փորձագետների, որ Գյումրին ստեղծել է քաղաքական անորոշություն հատկապես համապետական հաջորդ տարվա ընտրությունների համար, դրանք ինչպես են ազդում տնտեսության ակտիվության վրա, ներդրումային միջավայրի վրա։ Ուրեմն հակառակն էլ տնտեսությունը ազդում է քաղաքականության վրա, դա էլ պիտի հաշվի առնենք, որովհետև ասենք համաշխարհային հոսքերը ֆինանսական, որոնք մտնում են Հայաստանի Հանրապետություն, նույնպես ազդում են մեր կառավարության վրա, եւ մենք վերջերս տեսնում ենք, որ վեկտորի փոփոխություն կա ավելի շատ դեպի հյուսիս, ցայլ ենք տեսնում։ Ինչ վերաբերում է ընտրություններին, սա զարմանալի չէ, այս արդյունքը արդեն տեսել ենք մենք քաղաքապետի ընտրություններին, այսպիսի արդյունք մենք տեսանք Գյումրիում, եւ նույն արդյունքը ամենայն հավանականությամբ կլինի 26 թվականի համապետական ընտրություններին, երբ որ ներկա ուժը նույն քանակությամբ մոտավորապես 30-35% ձայն հավաքի, հետո որոշակի կոալիցիաներ կազմվեն, որի արդյունքում նույն իշխանությունը շարունակվի։ Սակայն սա այնքանով է բացասական, որ այս դրա արդյունքում մեծանում է անորոշության դաշտը։ Այսինքն դե անհամաձայնությունները քանակը շատանալու է, նաև ազգային ժողովում, որը հետագայում որոշակի խնդիրներ եւ անորոշություն կարող է առաջացնել։ Ինչ վերաբերվում է տնտեսությանը, տնտեսությունը սիրում է, ոնց որ դուք ասացիք, անորոշություն չի սիրում։ Սիրում է, որ ամեն ինչ որոշակի լինի եւ ընկալելի լինի։ Եվ երբ որ որոշակի քաղաքական ուժ կամ բիզնես էական չի, ասենք երկուսով որոշակի բան ենք պայմանավոր, երկուսս էլ իրավաբանական անձ ենք։ Այսօր ինձ մեկ բան են ասում, վաղը չեմ իսօր ուրիշ բան են ասում, վաղը մի քանի օր ասում է, լրիվ ուրիշ գործողություն է տեղի ունենում, այստեղ իհարկե հարաբերությունները չեն կարող կառուցվել, որտեղ առաջին հերթին կարևոր է խոսքը։ Եվ միջազգային համայնքն էլ հենց որ փորձում են ներդրում կատարել, սա շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար ներդրումային դաշտի բարելավումը եւ զուր չէ, որ մեր պետական այրերը միայն դրականն են փորձում ցույց տալ Հայաստանի Հանրապետություն, որտեղ այդ մտածում են, որ դրանով կարող են Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնել։ Սակայն եթե այսօր մեկ բան է ասվում, վաղ ուրիշ բան է ասում, վաղը չեմ ասում այլ բան արվում է, սա վստահության դաշտը քչացնում է բոլոր գործընկերների մոտ եւ խոսքը ոչ միայն գնում է Ռուսաստանի, այլ նաեւ Եվրոմիության, Ամերիկայի եւ այլ գործընկերների հետ, ինչպես նաեւ ներքին գործընկերների հետ, բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Սա է հիմնական վեկտորը, որ ես տեսնում եմ քաղաքական առումով։ Շատ լավ, դուք ասացիք միջազգային վեկտորի փոփոխություն դեպի հյուսիս, այնուհետև ասացիք Գյումրու ընտրության արդյունքները, հա, դե իհարկե, եթե Գյումրիի մասով տեխնացուների ընտրված արդեն, հա, բառապաշարները, մոտեցումները, պատկերացումները համատեն, կարելի է ձևակերպում տալ բնականաբար, ու նաև նկատի ունենք հենց Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, հա, գործակցության այս ռեստարտ կոչվածը։ Այն ինչպես է ազդում մեր կառավարության վրա, այսինքն մեր տնտեսությունը շարունակվելու է մեծապես էլի ուղղորդվել դեպի հյուսիս։ Ուրեմն տեսեք, այս նորից կաղապարարում են մտքին, որ հրապարակային մի բառ ասում է, սակայն ուրիշ բան արվում է, որտեվ ճիշտ է, ինչքան էլ հայտարարվի, որ դեպի Եվրոմիություն վեկտոր կա, ինչ-որ արտոնություններ են տալիս դեպի Եվրոմիություն, բայց տեղում իրականությունը այլ է, տնտեսությունը այլ մասին է խոսում։ Եթե համեմատենք թվերով,
դեպի ԵԱՏՄ Ռուսաստան մեր արտահանումը 18 թվականից սկսած աճել է 5 անգամ, դեպի Եվրոմիություն անկել է մոտ 10%-ով, սա ինչի մասին է խոսում, նույնն էլ ներդրումների մասին է, հիմա ավելի շատ Ռուսաստանից են ներդրումներ գալիս, Ռուսաստանի բանկային փոխանցումները 18 թվականից այս կողմ աճել են մոտ 4 անգամ, սա խոսում է նրա մասին, որ օրից օր մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից ավելանում է եւ այս պահին հրաժարվել Ռուսաստանի Դաշնությունից ավելի ցավալի կլինի մեր տնտեսության համար, ավելի շատ մութ ու ցուրտ օրեր կտեսնենք, քան 18 թվականին էր։ Այդ մասով նշեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 52%-ով ցածր է եղել 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Էապես նվազել են եւ արտահանման եւ ներմուծման ծավալները, նվազել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, փոխարենը տնտեսական ակտիվության ցուցանիշը գերազանցապես ծառայությունների, շինարարության ոլորտների շնորհիվ աճել է 4.1%-ով։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանության ցուցանիշի անկումը պայմանավորված է միայն ռուսաստանյան ոսկու, այսպես ասենք, վերաարտահանման կամ տրանզիտի ծավալների նվազման գործոնով։ Հիմնականը դա է, սակայն նորից վերադառնամ այն մտքին, որ այսպես ասած որոշակի երազանքների հայրենիք ցույց տալու համար իրականությունը աղճատվում է եւ այսպես ասած թվերի հետ խաղ են արվում, որպեսզի ավել ցույց տան, քան իրականությունը կա։ Հիմա ինչ մենք ունենք, մինչև վերաարտահանման սկիզբը 2021 թվականի արտահանումը Հայաստանի Հանրապետությունում 3 միլիարդ դոլար էր, 22 թվականին դարձավ 5 միլիարդ, 23 թվականին արդեն 8.2, 24-ին մենք փակեցինք 13.1-ով, այսինքն այս մի քանի տարիների ընթացքում 4 անգամ աճեցրեցինք եւ առաջին հայացքից շատ գերազանց արդյունք, որը կարելի է ցանկացած արտասահմանյան ներդրողին ցույց տալ եւ ասել, ապշեցուցիչ վիճակ, այսինչ լավ է, սակայն սա ընդամենը թվերի խաղ է, որովհետեւ իրականությունը այն է, որ այդ 13.1 միլիարդ դոլարի արտահանման մոտ 62%-ը դա ոսկու վերաարտանումն է եղել, որ այս եղել է 24 թվականին, այսօր արդեն չկա եւ դա ուռճացրել է մեր արտահանման պատկերը, մնացածը մոտ մի 10% այլ ապրանքների վերաարտանումն է եղել, այսինքն մեր արտահանման 13.1 միլիարդ դոլարի մոտ 75%-ը եղել է վերաարտահանում, եթե հանենք այդ 75%-ը 13 միլիարդի տակը մնալու է 3.5 միլիարդ, որը համեմատելի է 2021 թվականի 3 միլիարդ ցուցանիշին, հիմա ուր է այստեղ աճը, ինչ վերաբերում է 24 թվականի արտահանման աճի, ճիշտ է, գրանցվել է 8-ից 13.1 միլիարդ դոլարի աճ, 54% աճ, բայց եթե խորանանք այդ դրա մեջ, դեպի մեր հիմնական գործընկեր, դեպի ԵԱՏՄ արտահանումը կրճատվել է 11%-ով մեկ տարվա ընթացքում, դեպի Եվրոմիություն արտահանումը կրճատվել է 14%-ով, այսինքն ավանդական ուղղություններով, ավանդական ապրանքների արտահանումը կրճատվել է, զուգ աճը գրանցվել է կարճաժամկետ ոսկու վերաարտանման հաշվին, եւ որի գագաթն ու նաեւ սա ապահովել է նաեւ որոշակի տնտեսական աճը, որի գագաթնակետը եղել է 2024 թվականի մայիսին, որից հետո կտրուկ անկում է ապրել, մայիսին մենակ, եթե չեմ սխալվում, 1.5 միլիարդ դոլարի թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր ենք վերաարտահանել, վերջին տվյալներով այդ ցուցանիշը բավական մի 5-ից 10 անգամ ընկել է եւ սա այս վերջին տվյալները, որ հունվար, փետրվար, մարտ 25 թվականի, 24 թվականի համեմատ մոտ 2 անգամ արտահանումը կրճատվել է, սուտ դրա արդյունք է, եւ սա նշանակում է, որ արդեն այս ուռճացված քանակությունը չի լինի եւ 25 թվականը մենք փակելու ենք մոտ 9 միլիարդ արտահանումով, մոտավորաթիվ եմ ասում, այսինքն 13-9 միլիարդ, մոտ 30% անկում ենք ունենալու արտահանման մեջ, այսպես ասած, ոնց ասեմ, եթե դուք մի բան ես ասում, ուրիշ բան անում ես, ուրիշ բան անում, սա կեղծիք է առաջացնում, ես այս կեղծիքը երկարաժամկետ չես կարա դու թաքցնես։ Հիմա սա երևալու է, ջրի երեսը դուրս գալու, արդեն դուրս է գալու արտահանման ցուցանիշը, նույնը վերաբերվում է մեր հնայի աճին։ Տեսեք, 2024 թվականին գրանցել ենք մենք 5.9% հնայի աճ, սակայն վերջի երամսյակի կրճատվածքով, եթե չեմ սխալվում, 3.9% է եղել։ Ու
Հնայաճը նույնպես անկման տրայեկտորիա, այսինքն աճի դանդաղեցման տրայեկտորիայի վրա է եւ երամսյակ առ երամսյակ կրճատվելու է եւ տեսեք 24 թվականի հնայի աճը այդ 5.9%, եթե բաղադրիչներով նայենք, առաջին տեղում 25%, մոտ 1/4-ը 1/4, այսինքն չխառնենք, այդ 5.9% աճի մոտ 1/4-ը ապահովվել է առևտուրը, որը ավելի քիչ ծավալով է եղել, քան 23 թվականին, նույնիսկ առևտուրի որոշակի դանդաղում ունենք։ Երկրորդ հորիզոնականում եղել է անշարժ գույքի հետ կապված գործարքները, որը հետաքրքիր հոդված է, որը չափում է պոտենցիալ վարձակալության արժեք, այսինքն դու տանը նստած ես, փողդ պակասում է գրպանից, սակայն դու չես էլ ուզում տունդ վարձով տա, սակայն պոտենցիալ վարձակալության արժեքը աճել է քո տան, գրանցում է, որ հնայի աճ կա։ Սակայն դա էլ է խնդրահարույց, որտեղ մենք բոլորս հասկանում ենք, որ վարձակալության գները ընկել են բավականին, եթե պիկային 2022 թվականի աշնանը կենտրոնում մեկ սենյականոց բնակարանը 42 քառակուսի մետր կարելի էր $1000 վարձել, այսինքն 400,000 դրամով, այժմ գինը 220,000 դրամ է, այսինքն մոտ 2 անգամ ընկել է վարձակալության գինը կենտրոնում, ծայրամասերում, ասենք Դավիթաշենում գինը առավելի շատ 3 անգամ նույնիսկ ընկել է։ Նույնը վերաբերվում է բնակարանների արժեքներին։ Մենք տեսնում ենք, որ երկրորդային շուկայում գները ընկել են բավականին, առաջնային շուկայում դեռ ցույց չեն տալիս այդքան որ գները ընկել են, բայց երկուսն էլ փոխկապակցված ապրանքներ են, մեկը եթե ընկնում է, մյուսն էլ ընկնում, չեն վաճառվում բնակարաններ։ Եվ այսպիսի պայմաններում առաջին հերթին կասկածանքի տակ է դրվում հնայի մեջ այս ցուցանիշի աճը, պոտենցիալ վարձակալության գնի աճը, երկրորդ հերթին կասկածի տակ եմ ընկնում այն հանգամանքը, որ 25 թվականից սա շարունակվելու է նույն առումով։ Հաջորդը դա բանկային ոլորտն է, միակ ոլորտն է, որ կայուն աճ ունի, որովհետև մեր տնտեսության սուրբ կողմն է բանկային համակարգը եւ հիմնականում աճողված է այդտեղ։ Եվ հաջորդիվ, եթե չեմ սխալվում, շինարարություն, այսինքն մեր տնտեսությունը հիմնված է ծառայությունների եւ ծառայությունների բանկային համակարգի վրա ուրիշ բան չունենք մենք, արտադրություն չունենք, որը երկարաժամկետ աճ կարող է մեզ ապահովել։ Սա բավականին խնդիր է։ Տեսեք, դուք ասում եք, որ այո, ռուսական այդ ոսկու տրանզիտն է եղել, վերարտահանումն է եղել, հիմա այդ կոմպոնենտը դուրս է գալիս եւ էլի մենք վերադառնում ենք 21 ցուցանիշներին, հա, 21-21-ից առաջ մոտավորապես։ Ես մի քիչ այլ կերպ ասացի, բայց շատ լավ։ Բայց արդյոք դա չի նշանակում, որ շատ կոպիտ եւ կենցաղային ասած Հայաստանի տնտեսությունը այդպես քիչ-քիչ վերադառնում է իր բնական վիճակին։ Այսինքն այն, ինչ իրականում կա, սա Հայաստանի տնտեսության բնական վիճակն է։ Դե ուրեմն ասեմ, որ մեր տնտեսությունը իրականում, եթե երկարաժամկետով կրթվածքով նայենք, երկարաժամկետ միջին տնտեսական աճը մեր մոտ 4.5% է։ Եվ ցանկացած համակարգ վերադառնում է իր երկարաժամկետ միջին, ձգտում է վերադառնալ երկարաժամկետ միջին։ Եթե համակարգում չկա որոշակի որակական փոփոխություններ, մեր համակարգում ես չեմ տեսնում տնտեսությունում որակական փոփոխություններ, որոնք ըստ հիմնականում կապված են արտադրության զարգացման հետ, որը երկարաժամկետ աճ կարող է ապահովել, եւ այս վերջի տարիներին աճը 22 թվականին 12.5%-ով 12.6 կնոյ 2023-ին 8.6%-ով, վերջինը 5.9%-ով, 24 թիվը հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, Ռուսաստանից կապիտալի արտահոսքով 22 թվականին, աշխատուժի արտահոսքով 22 թվականին, 23-24 թվականին արդեն ոսկու վերարտադրության կարճաժամկետ երևույթներ են եղել եւ արդեն չկան եւ որոշակի վտանգներ են առաջացնում մեր տնտեսության մեջ, նաեւ այդ վերարտադրման կրճատմանը, որ արտադրման իրական ցուցանիշը երևալու է։ Օրինակ 2002-ի հիմիկվա իրավիճակը ինչ որ չափով նման է 2002-ից 2007 թվականի իրավիճակին, զուգահեռ ներկայացնեմ ախր կառավարությունները, հենց որ բավականին մեծ քանակությամբ փողեր եկան Հայաստանի Հանրապետություն ու դեռ որի արդյունքում ունեցանք հյուսային պողոտայի շինարարությունը եւ հետագայում դատարկությունը հյուսային պողոտայի այդ տարիների ընթացքում, այդ 5 տարիների ընթացքում 12.5% միջին տնտեսական աճ ունենք, ինքներս մեզ Կովկասյան վագր էինք անվանում, սակայն 2008 թվականին ամենացածր տնտեսական կամ հակառակը բացասաբար ասեմ, ամենամեծ ճեղքվածք ունեինք տնտեսական աճի, ասեմ, ամենաբացասականն էր մեր մոտ եւ ինչ պարզվեց, որ
մենք այդ տնտեսական աճի 2%-ն էինք ապահովում, 10%-ը գալիս էր արտասահմանից։ Նույն էլ օրինակի համար ես ելնենք նայենք 2022 թվականի 12.6% տնտեսական աճը, ապա դրա կեսը ապահովել է, եթե ըստ բաղադրիչների նայենք, բանկային համակարգը ու ՏՏ ոլորտը, որ ակնհայտ դրսից եկած փողերով ու մարդկանցով է սնուցվել, էլ չացած մնացած ոլորտների հաշվին, որը արտահանման եւ վերաարտահանման հաշվին, մեղքի հաշվին որոշակի աճ արձանագրել։ Հիմա ինչ վերաբերվում է այս վերջին 2023-2024, հիմա հիմնականում 23 թվականին օրինակ աճը ապահովում էր արտադրությունը, բայց արտադրության մեջ աճի 90-95%-ը առյուծի բաժինը ոսկու արտադրությունն էր։ Սա ինչ է նշանակում, ոսկու վերաարտանումը որպես բերել են, գրանցել են որպես արդյունաբերություն ու մեզ աչքերին չգիտեմ ինչ են փչում։ Սա նույնն էլ եւ իդեպ սա այս հոդվածը 2025 թվականի մայիսին թե ապրիլներ քողարկվեց ոսկու հետ կապված արտադրությունից տեղափոխվեց հիմնական մետաղների արտադրություն որպես ու այդ աճը սկսեց այդ հոդվածը սկսեց ոչնչացված աճել։ Նորից եմ ասում, այն ինչ որ ունենք մենք տնտեսապես հիմնականում վեկտորը, քանի որ փողերը տեղից են այս պահին գալիս ուղղված է դեպի հյուսիս, այն ինչ ունենք մենք այս պահին վստահություն չի ներշնչում գործընկերների մեջ, որովհետև այսօր մի բան է ասվում, վաղը ուրիշ բան է ասվում, վաղը չէ մյուս օր այլ բան արվում է, սակայն ես տեսնում եմ նաև օբյեկտիվորեն, որ այս իրավիճակը շարունակվելու է 26 թվականից այն կողմ, որովհետև ինչպես քաղաքապետի Երևանի ընտրությունները ցույց տվեցին, Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, իրանք հավաքելու են, այսինքն ներկա կառավարությունը հավաքելու է մոտավորապես 30-40% ձայն կամ մոտավորապես եմ ասում, նա չգնանք առաջ կոալիցիաների եւ ինչպես այս պահին Եվրոպայում է արվում, Եվրոպայում էլ է այս վիճակը, կոալիցիաների եւ այլ բաների միջոցով իրանք շարունակելու են կառավարել, սակայն սա առաջացնելու է որոշակի աղմուկի շարունակություն, քաոս, որովհետև ասենք եթե այսպես ասած քաղաքական աճոկներ հավաքելու համար, միավորներ հավաքելու համար գնում ես զիջումների, սա աղմուկ է առաջացնում եւ դժվարացնում է աշխատանքը։ Այսինքն կարող ենք ասել, որ մեր Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական միտումները այս տարի առաջիկա ամիսներին գուցե նաև հետո գնալու է անկման տրամաբանությամբ։ Տեսեք, ես ակնկալում եմ, որ մեր միջին տնտեսական աճը, եթե երկարաժամկետով նայենք, լինելու է 4.5%։ Հիմա այդ 4.5%-ը ոնց է բաշխելու, ժամանակը ցույց կտա։ Այսինքն վերջին տարիների 2-3 22-23-24 թվականի տնտեսական աճ հիմնականում պայմանավորված է դրսից եկող Ռուսաստանից եկող երկու ազդակներով՝ փողի արտահոսքով ու ոսկու վերարտահանումը, որոնք այս պահին չկան։ Հիմա ոնց կարելի է ապահովել 20 ներքին ուժերով 24-25 թվականի աճը մի քիչ հարցական է, բայց տեսնենք, այսինքն կարող է 25 թվականի մի քիչ բարձր լինի, 26 թվականի մի քիչ ցածր լինի, բայց ես ակնկալում եմ, որ երկարաժամկետ միջինը լինի 4.5%։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ եմ։ Զրուցակիցս տնտեսագետ տվյալ.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։